Պարոն Ղազարյան, այսպես ծիծաղում եք, բայց բանը իշխանականները արդեն հրապարակային իրենց հարցազրույցներում, նիստերի ընթացքում նույնիսկ սպառնալիքների տեղատարափ են ուղում, կոչ են անում, ասում են, հələ մանդատները վերցրեք, եկեք խորհրդարան, ձեր կաշիները քերթելու ենք, Ավինյանն ասաց, չեք մտահոգություններ չունեք դրա հետ կապված։ Գիտեք ինչ է հետաքրքիր, ես բանին էլ էի լսել, մի հատ բան կա է, կիսաբաց լուսամուտերից մի հատ աղջիկ Ալենի օգնականն նայել է բան հետո, հասմիկ, ասում է հələ մի հատ եկեք, ուրեմն սրանք որ սաղ ցեղով են աշխատում, այդ հասմիկին ինչքան բարեկամ ունի, ազգային ժողովում աշխատում են, չէ՞։ Նույնիսկ մի հատ բարեկամն է, չգիտեմ, մորքուրի մարդ էր ինչ էր, քանի որ անունը Վարո է, վերցել են վարորդ։ Համապատասխան ասեն են Վարոյին իշտ է վարորդ հիմա քանի որ ինքս է սաղ ընտանիքով ընդ են մտածում է իրանց տունն է որ ինքը ընդ է ուրիշները պիտի գան գնան ու դե ինձ քանի որ բան աղջիկան ես չես կարա դրան բացես աղջիկան այդ այնտեղ է դու գալիս ես ուրիշների հետ միասին այնպես չի որ դու ընդ ես ուրիշները պիտի գան այդ եկող ինքնա որոշում ինքն դե ինչ կարգավիճակով է գալի ինչ ֆունկցիաներ պիտի իրականացնի մի հատ հանգստացի այդ իրանց սպառնալիքներ չէ հələ թող գան ասենք ուր գան հələ դուք պիտի եթակ հələ պարչի դուք եթակ թե դատարանը կարող է առհամարում է Սերդար Քլեչի շնորհավորանքը կարա չէ արդար իմիջիայլը շատ արդար դատանի որոշումն է ուրիշ բան չեմ կարող ասեմ էլի շատ արդար դատանա այդ մեր արդար դատանը առհամարում է Սերդար Քլեչի շնորհավորանքը ասում է տո ռադելի գնա դու ով ես որ ես քո որոշումով հիմք ընդունեմ իմ համար չեղարկում եմ ընտրությունների արդյունքները ինչ են անելու դրանք բա որ գնացին ասենք քվեարկության կամ ելավ երկրորդ փուլ կամ բան իրանք է չանցան բայց այդ վաղ ինչ են անել արդեն հիմիկ բանից ասում են մենք քստենք էլ մա դուք էլ եկեք Էնդել են դեպքում եւ որ էլ մենք չենք որոշի էթալու ենք չենք էթալու որնա ճիշտ